Բարև ձեզ, 2026 ինչ է լինելու նախագծի շրջանակում զրուցելու եմ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։ Պարոն Քոչարյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես սկսենք ներքաղաքական իրադարձություններից, 7 ամիս է Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին վեհարանից հեռացնելու իր մտադրության մասին եւ այս ամիսների ընթացքում տարատեսակ բռնաճնշումների է դիմում թե եկեղեցու առանձին հոգեվորականների նկատմամբ, բայց մենք տեսնում ենք, որ Գարեգին II-ը դիմադրում է։ Այդուհանդերձ, ինչ հանգուցալուծում է ստանալու եկեղեցի պետություն այս հարաբերություններում ճգնաժամը։ Գիտեք, ինչ էլ որ ստանա, ես կարծում եմ ամենակարևոր, սխալ բառ օգտագործեցի, որովհետև վատ իմաստով, ամենավատ բանը արդեն եղել է, ես նկատի ունեմ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այն վերաբերմունքը, որ միշտ եղել է, ես կարող եմ ասել իմ սերնդակիցների անունից, որոնք ծնվել մեծացել են կարծեք թե աթեիստական խորհրդային միությունում, բայց հայ առաքելական եկեղեցին եւ այն ժամանակ Վազգեն Վեհափառը, բոլորի համար, այդ թվում նաեւ այսպես կոչված պարտիականների համար դա սրբություն էին։ Կարծում եմ այդպես է եղել մինչ օրս նաև անկախ Հայաստանում, Վազգեն Վեհափառից հետո եկավ Գարեգինը, հետո արդեն Գարեգին II-ը, անկախ նրանից, թե այս կամ այն անհատին եկեղեցական, ինչպես են վերաբերվել հասարակության այս կամ այն շերտերը, ընդհանուր եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը, միևնույն է եղել է դրական։ Ըստ հարցումների այսօր էլ կարծեք, թե այնպես չի, որ վատ է, ընդհակառակ բավականին բարձր է եւ եղած ինստիտուտներից, եթե չեմ շփոթվում, ամենաբարձրը հենց հայ առաքելական եկեղեցու վարկանիշն է։ Բայց այնուամենայնիվ, որ մի հատ այդպիսի անեկդոտ կա, բայց ասում են նստվածքը մնում է։ Այդ նստվածքը միևնույն է մնացել է եւ մնում է եւ կարծում եմ դեռ բավականին ժամանակ պետք կլինի, որպեսզի այդ նստվածքը անցնի, թափվի, վերանա։ Դուք ինչ եք կարծում, Փաշինյանը կշարունակի այս արշավը եկեղեցու նկատմամբ, թե հնարավոր է ինչ-որ բան լինի, որից ինքը կնահանջի։ Գիտեք, ես ամենաանշնորհակալ գործն եմ համարում քննարկել Փաշինյանի այս կամ այն գործողությունը, որովհետև նա այնքան անկանխատեսելի է, ասել ինչ կանի, անհնար է։ Գոնե մինչ օրս չի երևում որևէ, ինչ որ գործոն, որ կարող է նրան հետ պահել այս իր պահվածքից։ Բայց անքննելի են գործերը չենք կարող ասել ինչ կլինի։ Պարոն Քոչարյան, 2026 թվականին Հայաստանում նախատեսված են խորհրդանական ընտրություններ, դուք ինչ սցենարներ եք կանխատեսում, ավելի ճիշտ ինչ եք կարծում, Փաշինյանի վերընտրվելու հնարավորությունը ինչպիսին է ու նաև ընդդիմության իշխանափոխության հասնելու հնարավորությունները ինչպիսին են։ Գիտեք, դեռ կա մոտ կես տարի այս պահի դրությամբ որևէ բան ասել հնարավոր չէ, որովհետև եթե միանշանակ ասես, որ չի վերընտրվի, դա կարծում եմ սխալ է, այս պահի դրությամբ եմ ասում։ Ասել, որ կվերընտրվի, ևս սխալ է, որովհետև չի երևում այն ռեսուրսը, որը ունի Փաշինյանը, այսպես 21 թվականի, էլ չեմ ասում 18 թվականի նման ընտրվելու համար, որովհետև այլևս ամենակարևոր ռեսուրսը, այն անսահմանափակ հասարակության վստահության ռեսուրսը նա չունի։ Իհարկե ունի, կարելի ասել, այս պահին անսահմանափակ ուժային ռեսուրս, ունի աշխարհաքաղաքական որոշակի ռեսուրս եւ ինչ որ քանակի իր ընտրազանգված, որը շատ քիչ է վերընտրվելու համար։ Բայց այն կարող է լինել
բազային, եթե չլինեն այլ գործոններ, նա բնականաբար կօգտվի իր բոլոր ադմինիստրատիվ եւ ուժային ռեսուրսներից, այդ թվում նաեւ աշխարհաքաղաքական այդ որոշակի ռեսուրսից, որպեսզի փորձի վերարտադրվի։ Այսինքն միանձնյա իշխանություն վերցնելու հնարավորությունը քիչ եք տեսնում։ Միանձնյա համարյա չեմ տեսնում, կարելի է ասել, այո, բայց չի բացառվում, որ սպոյլեր, հա, ինչ որ քաղաքական ուժերի հետ միանալով կարողանա։ Դա չեմ բացառում։ Իսկ ընդդիմության Թեև չեմ էլ պնդում։ Այո։ Իսկ ընդդիմության հնարավորությունները ինչպես եք գնահատում։ Նույն կերպ, եթե ընդդիմությունը շարունակի գործել այնպես, ինչպես գործեց փաստացի ամբողջ 25 թվականը եւ սկսեց 24-ից ավելի շատ դա, իսկ 25-ին ավելի խորացավ, հետո կարծեք մի պահ հա, այսպես ասած, նստեց այդ ալիքը միմյանց դեմ պայքարելու, շանսերը գրեթե կզրոյանան, որովհետեւ ու խոսքը նրա մասին չի, որ ընդդիմությունը միասնական մեկ քաղաքական ուժով ներկայանա ընտրություններին։ Խոսքը կոորդինացված գործողությունների մասին է, խոսքը իշխանության փոխարեն միմյանց դեմ պայքարելու մասին է, եթե այս ամեն ինչը վերանա, երկու շանսերը կմեծանան։ Հետընտրականին զարգացումներ կարող են լինել։ Ցանկացած։ Ինչ է լինում, եթե Փաշինյանը վերընտրվում է, անգամ եթե արբանյակ ուժերի օգնությամբ է վերցնում իշխանությունը։ Ցանկացած, ասում եմ, կարող է եւ ոչինչ չլինել, ինչպես դա եղավ 21 թվականին, եւ կարող են լինել եւ բավականին լուրջ, հա, շարժումներ սկսվեն, այդ թվում նաեւ փողոցային։ Ես դա չեմ բացառում։ Եվ ինքն բնականաբար բռնաճնշումների ճանապարհով։ Իհարկե, անխոս։ Պարոն Քոչարյան, 2026 թվականի մարտին պետք է պատրաստ լինի սահմանադրական փոփոխությունների տեքստը եւ Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարել է, որ այդ նոր տեքստում չպետք է հղում լինի անկախության հռչակագրին, որում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման մասին հիշատակում կա, ինչից էլ կարճած է պաշտոնական Բաքուն եւ նշում է, որ միջև սահմանադրությունը Հայաստանի չփոխվի, Հայաստանի հետ, Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր չեն ստորագրի։ 2026-ին կախված ընտրությունների արդյունքից Նիկոլ Փաշինյանը գնալու է այդ սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։ Գիտեք, ես չգիտեմ, անգամ իսկ հասնելու է մինչև ընտրություններ, թե սահմանադրության փոփոխությունը եւս լինելու է նույն ընտրության օրը, որովհետեւ սովորաբար սահմանադրության համար, քանի որ ի տարբերություն ընտրությունների կա հստակ թիվ քանակ մասնակցության, հա, այստեղ շատ դժվար է լինելու միայն սահմանադրության փոփոխության համար ապահովել ընտրողների այդ քանակը։ Դրա միակ տարբերակը նա է, որպեսզի մարդիկ գնան այդ ընտրության, ես նկատի ունեմ սահմանադրական փոփոխությունների քվեարկության, որպեսզի գնան, դա պետք է ըստ իս լինի համապետական ընտրություններին հետ համատեղ, որպեսզի դու կարողանաս ապահովես այդ քանակը։ Հակառակ պարագայում, այդ հələ ես չեմ ասում այոն թե ոչ է։ Ես նկատի ունեմ զուտ քվոտան, մասնակցության քանակը, հա։ Այս առումով իհարկե ես կարծում եմ ինքը անելու է ազգային ժողովի ընտրությունների հետ համատեղ։ Հակառակ պարագայում որևէ շանս չունի ապահովելու մարդկանց մասնակցության քանակը։ Որովհետև առանց էլ անգամ, հա, մենք տեսնում ենք ընտրություններին, որտեղ կոնկրետ կան շահագրգիռ մարդիկ, շահագրգիռ ուժեր, շահագրգիռ ինստիտուտներ, որոնք բնականաբար յուրաքանչյուրը իր մասով ապահովում է նաև մասնակցություն այդ ընտրությունների։ Այստեղ ինչ որ մի հա հիպոթետիկ փաստաթուղթ է, չկա անձ, չկա շահագրգռվածություն, չկան այդ, այսպես ասած, ընկերական, բարեկամական, թաղային, աշխատանքային այդ կապերը, որը մարդկանց կստիպի կամ կշահագրգռի գնալ ընտրությունների։ Ես այդ առումով գրեթե վստահ եմ, որ լինելու է իրար հետ հակառակ բարգայում չի կարողանալու, ընդ որում դա միայն Նիկոլ Փաշինյանին չի վերաբերում, ցանկացած իշխանություն
այլ ընտրություններին, ես նկատի ունեմ հասարակության այս, հա, ժամանակահատվածում հասարակության այս, կարելի է ես ապատիկ ասեմ, դեպրեսիվ ասեմ, չնայած կարծեք թե այդ դեպրեսիան արդեն չկա ոնց որ թե, բայց ապատյան ընտրություններին մասնակցելու, երբ մարդկան շատ բան չի հետաքրքրում, հաստատ կա դեռ, այս առումով որևէ իշխանություն չի կարողանալու ապահովի մարդկանց քվեարկության գնալու այդ մասնակցությունը, քվոտա։ Անդրադառնանք Հայաստանի եւ իր հարևան երկրների հետ հարաբերություններին, բայց սկսենք Ռուսաստանից, հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն է նկատվում։ Դուք ինչ եք կարծում 2026 թվականին այդ հարաբերություններում արկա լարվածությունը կամ ճգնաժամը աճելու է, խորանալու է։ Ես կարծում եմ դա կախված է լինելու ոչ թե Հայաստանից եւ Ռուսաստանից միայն, այլ դա ավելի շատ կախված է լինելու ռուս-ամերիկյան հարաբերություններից կախված նոր աշխարհակարգի ընդունման հետ, որտեղ ենթադրում եմ եւ հենց այնպես չեմ ենթադրում, հա, ես եղած փաստերից եմ ենթադրում, նոր աշխարհակարգում նաեւ դրվելու են նոր կանոնակարգ, այդ թվում նաեւ նոր ազդեցության ոլորտներ, նոր ազդեցության տարածքներ։ Դրանից ելնելով ես կարծում եմ կհասկացվի ինչպիսին են, հա, որովհետև ես կարծում եմ այս իշխանությունները խնդիր չունեն լինել եվրոպական, թե ռուսական, թե չինական, թե ամերիկյան, այս իշխանությունները խնդիր ունեն պահպանել իշխանությունը, եթե պետք լինի պահպանել նրա համար, որ իրենք պրոռուսական են, իրենք շատ արագ կդառնան պրոռուսական։ Հիմա Եվրամիության հետ հարաբերությունների մասին 2025 թվականի գարնանը ազգային ժողովը ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը, դա իհարկե իշխանության նախաձեռնությունը չէր, բայց իշխանամերձ շրջանակների նախաձեռնությունն էր եւ ընդդիմությունը գնահատել էր դա որպես բաժակաճառ եւ առհասարակ տարբեր գնահատականներ են հնչում, որ Հայաստանը համենայն դեպս ոչ 10 տարում, ոչ 20 տարում, նույնիսկ 30 տարում չի կարող անդամակցել եվրոպական այդ միությանը, որովհետեւ նույնիսկ Եվրամիությունը դրա ցանկությունը չունի։ Դուք ինչ եք կարծում առհասարակ Եվրամիության Հայաստանի անդամակցության օրակարգ կա, թե ոչ, եւ Եվրամիությունը ցանկանում է Հայաստանին տեսնել իր կազմում։ Ես չգիտեմ ցանկանում է թե ոչ, համենայն դեպս քայլեր ես չեմ տեսնում, որպես այդպեսին բացառությամբ այսօրվա, որովհետեւ Եվրամիությունը ինքը իրենով ըստ իս այնպես չի որ վատ է։ Եվրամիության պարզապես այսօրվա չինովնիկները, որոնց իդեպ սկսել են չընդունել հենց Եվրամիության երկրների մաս կազմող հասարակությունները, եթե տեսնում եք ինչ է կատարվում, հա, այդ վայրի լիբերալիզմին արդեն դեմ են շատ երկրներում, որոշ տեղերում դա արդեն ամրագրվել է նաև ընտրություններով, որոշ տեղերում տեղական ինքնակառավարման ընտրություններում են պարտվում այսօրվա եվրոչինովնիկները, բայց խնդիրը նրանում է, թե եթե մի կողմ դնենք այսօրվա նախկին եւ այլն այսպիսի ֆրազաները, այնտեղ կան հստակ պահանջներ, որի պարագայում երկիրը կարող է անդամակցել Եվրամիությանը։ Այդ պահանջներին հասնելու համար ես կարծում եմ, թեև ասում են 2030 ինչ-որ նման թվեր են, Հայաստանը 2050-ին էլ չի հասնելու։ Այն էլ էս վիճակում, հա, որովհետև այնտեղ կան հստակ պահանջներ, ինչ պետք է, ինչպիսի հա պահանջների պետք է բավարարի Հայաստանը երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, իրավական եւ այլն բաներ, որպեսզի կարողանա դառնալ Եվրամիության անդամ։ Գոնե ինչ որ տոկոսով, հա կարող է 100%-ով չլինի, բայց մենք անգամ 15%-ով չենք բավարարում դրան, 10%-ով չենք բավարարում, հա, որ հիմա խոսել նրա մասին, որ կա, հա, առանց վիզայի կարող են տալ դա, նվեր անել ընտրություններից առաջ այս իշխանություններին, գումարներ կարող են տրամադրել, բայց անդամակցել չեմ հավատում, հա, Ստանիսլավսկու ասած նի վերու։
Շատ լավ։ Կա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց եւ պաշտոնական Անկարան չի թաքցնում, ուղիղ բացահայտ ասում է, որ այդ հարաբերությունների կարգավորումը կախված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Եվ նույնիսկ այսպիսի մի պայմանավորվածություն էր այս տարիների ընթացքում ձեռք բերվել, որ երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական ներկայացուցիչների համար սահմանը կբացվի, բայց թղթի վրա է մնացել այդ պայմանավորվածությունը, հետևաբար հարցս այսպիսին է. առհասարակ դուք տեսնում եք այդ ցանկությունը, որ Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել, դա կլինի սահմանը բացելու տեսքով, թե պարզապես դիվանագիտական հարաբերություններ հաստատելով։ Տեսեք, թուրքական դիվանագիտության մասին ես չէ որ պետք է ասեմ ձեզ, դա իրոք դա դպրոց է, որը լուրջ դիվանագիտական դպրոց է։ Եվ այսպես միանշանակ հավատալ ինչ են ասում այսօր, որ դա Ադրբեջանի հետ է, ես չեմ հավատում, որ դա Ադրբեջանի հետ է կապված։ Դա պարզապես հիմա այդպես է պետք ասել, Թուրքիայի հիմնական երկու փորացավը կապված Հայաստանի հետ, այնպես չի, որ իրենք չեն ուզում, դա այնպես չի։ Ուզում են, բայց իրենք ոնց որ հիմա Ադրբեջանն է պայմաններ դնում, հա, օրինակ անկախության հռչակագիրը, եթե սահմանադրությամբ եւ նույն պայմանները, ես չգիտեմ նրանք բարձրաձայնում են թե չէ, բայց ամենայն դեպս դա նրանց բավականին լուրջ գլխացավանքն է, երկու խնդիր, որը մեկը մյուսի ածանցյալն է։ Դա ցեղասպանության խնդիրն է եւ Սփյուռքը հայկական։ Այս երկու լրջագույն խնդիրները, որը միշտ անհանգստացնելու են Թուրքիային, որովհետեւ հա հայտնի Պեպույից եկած այդ բարաթը ինքը միևնույն է մնալու է։ Այսօր դուրս չգա, հետո ինչ որ միտեղ կծիկից դուրս է գալու։ Ու չես կարող ասել, ինչպիսի աշխարհակաղակական իրավիճակ կլինի ինչ որ մի պահի, բոլորս էլ հասկանում ենք, չէ՞ որ դա մեզ անհանգստացնող եւ պետքական հարց է զուտ ազգային եւ պետական տեսակետից մնացած բոլոր երկրներին, լինի դա Ռուսաստանը, լինի դա Միացյալ Նահանգները, լինի դա Եվրոպան, այսօր Չինաստանը կամ Հնդկաստանը, ընդամենը Դամոկլյան սրի նման կախելու են, դա այն նույն դիվանագիտական եւ շահերից ելնելով, նրանց պետք է կախած պահել միշտ Թուրքիայի գլխին։ Եվ դա նրանց միշտ անհանգստացնելու է, անգամ եթե այսօրվա իշխանությունները հայտարարեն, որ մոռանում են, պարզ է, որ ոչ ազգը, ես նկատի ունեմ ամբողջ ազգը, ես Հայաստանի հասարակությունը, թե Սփյուռքը դա չեն մոռանալու։ Եվ ցանկացած պատե, հա, առիթին դա հանելու են նորից ջրի երես։ Դա Թուրքիայի նման պետությունը կարծում եմ շատ լավ գիտի, որ ինքը չի կարալու վերջնական է հարցը փակի, իսկ եթե վերջնական չի կարալու փակի, ուրեմն վերջնական լավ չի լինելու, կամ ինքը փորձելու է այդ դեպքում այնպիսի կախվածության մեջ գցել, հա, այսպես ասած, լավանալու աբանով, որ հետո դու այլևս էլ չկարանաս որևէ առիթով ձեն հանես, անգամ եթե ուրիշները ձեն հանեն։ Չնայած ինքը շատ լավ հասկանում է, որ եթե դու էլ ձեն չհանես, եթե պետք լինի ուրիշները ձեն հանեն, միևնույն է ձեն կհանեն, ինչպես դա անում են օրինակ քրդերի հետ կապված պարբերաբար օրինակ ցուցադրելով Թուրքիայի այսօրվա տարածքում, հա, նույն ամերիկյան տարբեր մեդիա խմբեր տեսնում ենք ինչպիսի քարտեզներ են ցույց տալի, հա։ Գանք հայ-ադրբեջանական հարաբերություններին խաղաղության համաձայնագիրը ըստ Նիկոլ Փաշինյանի Վաշինգտոնում նախաստորագրվել է եւ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը միշտ է իր պատրաստակամությունը հայտնում, որ նաեւ ստորագրեն, բայց Բաքուն անվերջ նախապայմաններ ունի եւ դրանցից ամենակարևորը գլխավորը ներողություն, համենայն դեպս բարձրացվելիք հայտարարություններից եմ ասում, դա սահմանադրական փոփոխությունների պահանջն է, որ միջև չփոխենք այդ խոչընդոտը չվերանա, Ալիևը Փաշինյանին չի տա այդ համաձայնագիրը, չի ստորագրի։ Դուք ինչ եք կարծում 2026 թվականին, կախված նաև իհարկե ընտրություններից, կկնքվի այդ խաղաղության պայմանագիր կոչվածը, թե ոչ։ Տեսեք, ես չեմ հավատում
որովհետև Ադրբեջանի միակ պահանջը դա չէ, որի մասին իդեպ այնպես չի, որ թաքցնում են այդ մարդիկ, շատ ազնիվ են այդ առումով, հա, երբ անընդհատ հռետորաբանության մեջ հնչում է 300,000 ադրբեջանցիների վերադարձ, երբ անընդհատ հնչում է Երևան, չգիտեմ, Գյոյչա, չգիտեմ, էլ ինչեր, հա, նման պարագայում խոսել, որ միակ պահանջը սահմանադրության փոփոխությունն է, ինչի մասին է խոսքը, դա չի avարտվելու, քանի դեռ, հա, քաղաքականության մեջ ցավոք սրտի, մարդկության պատմության առաջին օրվանից մինչև այսօր ոչինչ չի փոխվել, ուժն է ծնել միշտ իրավունքը։ Եվ այսօր, քանի դեռ ուժը իրենցն է, իրենք իրենց իրավունքը ճոճելու են, առանց որևէ պայմանագիր կնքելու։ Այլ հարց է, որ այնտեղից եթե իրենցից էլ ուժեղ մեկը լինի, հա, ինչպես ասում են, против лома нет приема, если нет другого лома, հա, եթե այդ ուժը լինի, որը կարողանա զսպել նրանց, կարող է կնքվի, բայց այդ դեպքում չի լինի արդեն այն պայմանները, ինչը ամբողջովին թելադրում է Ադրբեջանը։ Գանք նոր աշխարհակարգի ձևավորմանը եւ ամենակարևոր հակամարտությունը, որը 4 տարի է այսպես արդեն ռազմաճակատում է, արյունալի պատերազմ է, Թրամփը փորձում է վերընտրվելուց հետո Թրամփը փորձում է խաղաղություն հաստատել ռուս-ուկրաինական ճակատում։ Մոսկվան մենք տեսնում ենք վերջերս էլ նախագահի մակարդակով ասում է, որ պատրաստ են խաղաղության, պատրաստ են լուրջ լուծումների, բայց չեն տեսնում այդ պատրաստակամությունը Կիևի կողմից։ Հիմա Թրամփին հաջողվելու է իր ներգրավվածությամբ ամեն դեպքում այդ ճակատում խաղաղություն հաստատել։ Կարծում եմ այո, դա իհարկե բարդ գործ է լինելու, բայց այն ինչ որ մենք տեսնում ենք, կախված նրանից, որ ինչ է անում Միացյալ Նահանգները Եվրոպայի հետ տարբեր ոլորտներում, հա, սկսած ՆԱՏՕ-ից վերջացրած տնտեսությամբ, երբ հայտարարվում է, որ Ռուսաստանից գազ չեն առնելու են իրենց գազը, որը շատ ավելի թանկ է լինելու եւ այլ, այսինքն դա տնտեսական խնդիրներ է առաջացնելու բնականաբար Եվրոպայում, Թրամփը փաստացի դառնալու է թելադրող եւ այդ թելադրանքի ներքո անհնար է, որ դիմանա այսօրվա Եվրոպայի տնտեսությունը, տնտեսական ճնշման ավելի շատ գործիքներ են, այդ թվում նաև կարելի է ասել ածանցյալ է նաև այն տնտեսությունից, որ նա փող չի տալու, զենք չի տալու, իսկ այդ ամեն ինչը նաև գումարի հետ ֆինանսների հետ կապված է, որպեսզի Եվրոպան կարողանա, այսպես ասած, օգնել Ուկրաինային շարունակելու։ Այո, Ուկրաինա այդ առումով այնուամենայնիվ շատ շուտով կլրանա 4 տարին, որ բավականին լուրջ դիմադրություն է ցուցադրում, հա, Ռուսաստանի նման պետությանը, թեև Ուկրաինան էլ փոքր պետություն չի եղել եւ բավականին լուրջ ռեսուրսների է տիրապետել, բայց այնուամենայնիվ այդ ռեսուրսները անսահմանափակ չեն, ինչքան էլ որ եղել է բավականին լուրջ օգնություն այն ժամանակ միացյալ արևմուտքից, հիմա արդեն այդ արևմուտքը միացյալ չէ։ Եվ այդ առումով ես կարծում եմ ինչ որ պահի վերջնական զրոյանալու են այդ ռեսուրսները, ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Եվրոպայի, որովհետև հիմա կարծեք թե նույն Եվրոպայում բավականին լուրջ, եթե լսում եք Օրբանին, հա, ինչ որ եվրոպական, այսինքն մի քանի լիդերների, հիմա արդեն Չեխիայի նորընտիր ղեկավարն է նման, Սլովակիան արդեն մի քանի 1-2 տարի էր նույն ռետորաբանության մեջ էր, կարծեք թե որոշ երկրների լիդերներ այդքան արդեն ակտիվ չեն, նույն, հա, ոչ ես նկատի ունեմ, հիմա մնացել են ակտիվ ռեալ 3 պարզ է, որ դրանք հիմնարար երկրներն են, խոսքը Ֆրանսիայի, Գերմանիայի մասին է եւ ոչ Եվրամիության անդամ Բրիտանիան,
որը եւս բավականին լուրջ բնականաբար գործոն է, այս երեքի պարագայում չեմ կարծում, որ այս երեքով կարողանան դիմակայել, եթե Տրամպը որոշել է։ Իսկ Տրամպը լուծելու է այդ խնդիրը, ես կարծում եմ, ոչ թե նրա համար, որ շատ սիրում է ռուսներին եւ չի սիրում ուկրաինացիներին, այլ որովհետեւ նրան օդու ջրի պես պետք է չբրթել Ռուսաստանին Չինաստանի գիրկը։ Ահա։ Սա է հիմնական, հա, Տրամպի, այսպես ասած, մտահոգությունը եւ շարժիչ ուժը այս նրա գործողությունների, որովհետեւ հասկանալի է, որ Չինաստանը, որը կարծեք թե ոչինչի մեջ չի խառնվում, որևէ չհաշված Թայվանի հետ կապված բաները, որը այնտեղ եւս կարծեք թե բավականին լուրջ խնդիրներ են հասունանում, բայց եթե հանկարծ միանա չէ Չինաստանի նման հզոր տնտեսությունը իր այդ թվում նաև միջուկային պոտենցիալով, հա, Ռուսաստանի նման անծայրածիր ռեսուրսներ, ես նկատի ունեմ, հա, ընդերքը ունեցող երկրի հետ եւ անծայրածիր տարածք ունեցող, դա չեմ կարծում, որ դուր կգա որևէ երկրի, այն էլ Ամերիկայի նման գերտերության։ Այսինքն ձեզ համար ակնհայտ է, որ Թրամփը իր ռեսուրսները կամ ավելի ճիշտ Միացյալ Նահանգները իր հիմնական ռեսուրսները կենտրոնացնելու է Չինաստանի ուղղությամբ։ Ես գրեթե վստահ եմ։ Իհարկե դա չի լինելու, ես չեմ ասում, որ դա լինելու է միանգամից զինված հակամարտություն, դա իհարկե, թեև ամեն ինչի հիմքում միևնույն է ֆինանսներն են եւ շահն է, դա հիմա էլ երևում է, եթե տեսնում եք, փորձում է ինչպիսի турքեր, ինչպիսի տոկոսներ է այդ турքերը, այն անհավանական, անհասկանալի, փորձում է դրանով զսպել շատերի ախորժակը։ Ստացվում է, թե չէ, չգիտեմ, բայց ամենայն դեպս դա հիմա դարձել է դիվանագիտական բանակցությունների գործիք Տրամփի համար։ Շատ լավ, եւ ամփոփելով մեր զրույցը, քանի որ մենք խոսում ենք նոր աշխարհակարգից եւ ամեն օր աշխարհի տարբեր վայրերում ինչ որ փոփոխություններ են լինում, դուք ինչ եք կարծում 2026-ին հնարավոր է ինչ որ սառած հակամարտություններ կրկին վերականգնվեն եւ մերձավոր արևելքում օրինակ իրավիճակը կրկին փոխվի։ Դե մերձավոր արևելքում տեսեք, քանի որ այսօր փաստացի կարելի ասել Սիրիայի խնդիր չկա, մնացած արաբական երկրները կարծեք թե որևէ, հա, այսպես ասած, նկրտումներ չունեն, մերձավոր արևելքում միակ խնդիրը, եթե թեժանա դա Իսրայել-Իրան խնդիրն է, որը ցանկացած պահի կարող է թեժանալ, լինի դա 26 թվականը, 27-ը, թե 25-ը էական չի, դա պերմանենտ խնդիր է, դա մերձավոր արևելքի մասով, կարծեք թե մերձավոր արևելքում այլ խնդիր այս պահին չկա։ Ես չեմ բացառում հաշվի առնելով, թե ինչ գումարներ տրամադրեցին Թայվանին, որ այնտեղ կարող է, չեմ բացառում, հա, որոշակի թեժացում, թեև Չինաստանը այնուամենայնիվ գոնե ռազմական առումով միշտ շատ զուսպ է, այնտեղ չգիտեմ ինչ պետք է լինի, որ թեժանա խնդիրը, Վենեսուելայի հետ կապված դա, բայց շատ հեռու է մեզանից Լատինական Ամերիկայում որոշակի ինչ-որ գործողություններ եւս չեմ բացառում, թեև Լուկաշենկոն Թրամփին առաջարկել էր, որ ինքը դառնա իրենց միջև բանակցող, սա է կարծեք թե, հա, այտենց ուրիշ խնդիրներ այս պահին չեմ տեսնում, բայց դա չի նշանակում, որ ցանկացած պահի չի կարող, սկսած ներքին խնդիրներից, ինչը մենք օրինակ տեսնում ենք նույն Բուլղարիայում, կամ տարբեր տեղեր, Սերբիայում, Բուլղարիայում վերջին մի քանի ամիսները վերջացրած միջպետական, միջազգային խնդիրներից, սա աշխարհն է, որ անընդհատ այդ փոխվում է եւ այդ աշխարհակարգի ձևավորումը
Դեռ տարիներ պահանջվում է մինչև վերջնական ձևավորումը, թեև ինչքան էլ մենք ասենք, որ ձևավորվելուց հետո համեմատաբար ավելի կխաղաղվի, որովհետև հասկանում ենք, որ Պոտսդամից հետո ձևավորվելուց հետո հələ տեսեք ինչքան խնդիրներ է եղել, հա, սկսած Կարիբյան այդ կրիզիսից, որը Փառք Աստծո չվերացեց պատերազմի, վերջացրած Վիետնամով, Աֆղանստանով, նույն Իսրայել, այն ժամանակ Սիրիա, Լիբանան եւ այլն, արաբական աշխարհ, այդ պայքարը սկսած 60-ական, 70-ականներից մինչև այսօր դա միշտ պերմանենտ ինչ-որ օջախներ մեկա եղել են։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, ես զրուցում եի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։